Այս երաժշտական տրամադրությունը շարունակվում է մեզ մոտ, որովհետև տաղավարում ունենք հրաշալի երաժշտական հյուր։ Այո, Սոնա Քուրքչյանն է մեր հյուրը, ում տեսալովակը քիչ առած դիտում ենք։ Բարի լույս, Սոնա։ Բարի լույս։ Բարի լույս ձեզ։ Ոնց եք։ Փառք Աստծո դուք։ Շատ լավ, հիանալի տրամադրություն կա։ Նորից Երևանում ես, որովհետև ամբողջ գործունեությունը ներկայապես ծավալվում է հենց Մոսկվայում, բայց նորից վերադարձել ես հայրենիք։ Ինչ գործունեություն կա այստեղ, որովհետև գիտեմ նոր աշխատանք կա, որի այսօր նաև ներկայացնել եմ։ Գործունեությունը նախ առաջինը շատ է ուզում, որպեսզի ամառը վայելեի, մի քանի հնարավորություն ունեմ մինչ սեզոնը այնպեսին է սկսվում, որ թույլ չեմ կարող տալ արդեն գալ Երևանս վայելել, ու ամենակարևորը որպեսզի տղուկս վայելի Երևանն ու Երևանյան արևը, ու բացի այդ էլ մի քանի պրոյեկտներ կան, որ հուսամ շուտով կիրականացվի հենց Երևանում, դեռ չեմ ուզում ճակերտները բացել, էլի կախված է բնականաբար երգի ու տեսահոլովակի հետ։ Սուր արդեն ինձ մոտ դարձել է սովորություն, գալիս եմ Երևան, գալիս եմ ձեզ մոտ, որ համար շատ շնորհակալ եմ։ Եվ նոր գործ ունենք, ինչն է։ Նոր գործ ունենք, կարծում եմ ստացված շատ գեղեցիկ աշխատանք, իդեպ ոչ միտեղ չի ներկայացվել անգամ, ոչ միտեղ ընդհանրապես ոչ մի կտոր չի ներկայացվել անգամ, ոչ մի սոցցանցերում չի ներկայացվել, թե ով է նկարահանվել տեսահոլովակում, ինչպես է նկարահանվել, ամբողջ արվել է փակ պայմաններում, անգամ Instagram-յան ոչ մի ստորիներում չի տեղադրվել, այնպես որ ամբողջովին պրեմիերան եւ ծնունդը վստահված եմ ես։ Մի փոքր խոսենք երգի մասին, հետո արդեն կդիտենք տեսահոլովակը։ Երգը ծնվել է ձմռանը 2024-ի, գրել է շատ տաղանդավոր տղա, ում մասին արդեն շատ եք լսել, Էրիկա Նազարյան, երիտասարդ, բայց միանգամից շատ արագ ձևավորվող խորը հեղինակ, երաժշտությունը գրել է նա, տեքստը գրել է Ալենա Ալայան, Եվս շատ տաղանդավոր տղա, Մոսկվա բնակ հայ, տեսահոլովակը նկարել է Բագրատը Մանասանյան, որը որ նկարել է նաև առաջին տեսահոլովակը, որ արդեն ներկայացրեցինք։ Ամբողջ պրոյեկտը վստահվել է Moon Music Label-ին, թե գործիքավորումը, թե ձայնագրությունը, թե միքսը ամբողջովին արվել է Moon Music Label-ի հովանավորության ներքո։ Որքան ժամանակ է տևել նկարահանումները։ 2 օր։ Բայց ընդհանուր առմամբ պետք է նկարեինք 1 օր։ Ծնվեցին խոչընդոտներ, ու իդեպ ես արդեն իմ կյանքում ինձ համար շատ սիրուն բան եմ դաստիարակել, որ եթե ինչ-որ բան չի ստացվում, դա ինձ համար անպայման լինում է դեպի լավը։ Չստացվեց 1 օրում նկարահանենք ու փառք Աստծո, որ չստացվեց։ Եթե նկարահանվեր, լինելու էր լրիվ ուրիշ տեսակ, ուրիշ ֆորմատ, տեսահոլովակը, որ տեսնեք, այնտեղ մի միտք ծնվեց, որը որ հենց մի անգամից։ Չեմ ուզում ճակերտները բացել, գնայինք, հետո տեսնենք։ Այո, ես առաջարկում դիտենք այս պայն արդեն տեսահոլովակ։ Խնդրեմ, վայելում ենք։ Сердце минор, печаль и грусть, без тебя одиноко и пусто я ушла. Сколько себя я отдала, боль моя, но забыть себя не смогла. С тобою я улетаю без тебя, задыхаюсь в моих снах, обнимаю я тебя. С тобою я улетаю без тебя, задыхаюсь и одна замерзаю без тебя. Не закричу я вслед постой никогда, даже преданная любовь навсегда. Сколько меня внутри
тебя. Шкидатла, ты теперь ничей, я ничья. С тобою я улетаю, без тебя задыхаюсь, в моих снах обнимаю я тебя. С тобою я улетаю, без тебя задыхаюсь и одна замерзаю. Без тебя, без тебя. Ты можешь вдали навсегда позабыть и любовь отпустить, но не я. Без тебя не живу, моя жизнь так грустна. Без тебя не могу, я пуста. Так пуста. С тобою я улетаю, без тебя задыхаюсь, в моих снах обнимаю я тебя. С тобою я улетаю, без тебя задыхаюсь и одна замерзаю без тебя. Շնորհավորում ենք տեսալվեք հետ կապված, Սոնա, եւ սա իհարկե արդեն ավարտվեց, դարձավ պատմություն։ Դարձավ պատմություն։ Սուր ամեն ինչ ինձ համար շատ կարևոր է, որպեսզի աշխատեմ ստեղծագործող մարդու հետ։ Քանի որ ինքս էլ հա տեսակով անգամ երգը որ գնում եմ ձայնագրելու, կան մարդիկ, որոնք պլանավորված էստեղ էսպես եմ երգելու էստեղ։ Ինձ մոտ մի քիչ ամեն ինչ շատ էմոցիաների վրա է, ու կյանքում իմ մոտ ամեն ինչ էմոցիաների վրա է հենված։ Էմոցիա, հոգի, սիրտ։ Ինչպես? Եվ իմպրովիզ։ Դրանից են ծնվում հանճարները։ Ես այդպես եմ կարծում։ Ես ցանկանում եմ, որպեսզի ցանկացած արտիստ ունենա հնարավորություն իր հոգու խոսքը, իր հոգու ունեցածը դա շատ կարևոր է, բայց շատ դժվար է, որպեսզի ունենա հնարավորություն արտիստը իր ներքինը ցույց տալու, արտահայտելու, որովհետև այս րոպեից մենք ընկնում ենք կոմերցիայի հետևից ու մենք մեզ դավաճանում ենք։ Դա շատ վտանգավոր է։ Իսկ ինչ է սպասում հաջորդի։ Հաջորդ երգը արդեն պարային է լինելու առանց տխուր ելևէջների, բառերը գրել եմ ես։ Չգիտեմ ինչքանով գիտեք, երկու գիրք ունեմ գրած, այս երգում արդեն ցույց կտամ նաև իմ գրելու տաղանդը։ Հուսամ կսիրվի։ Իսկ կարող ենք նաև խոսել Փաթիլներ երգի մասին, որովհետև ինքը ձեր YouTube-ում 8 միլիոն դիտում ունի։ Հետաքրքիր է այս երգը շատ առանձնահատուկ է ձեզ համար եւ սպասում եք, որ նման արձագանք եւ այդքան շատ մարդ կլսի։ Սոնա ջան, իդեպ գիտեք ինչպես ստացվեց։ Իրականում երգը Փաթիլներ, չգիտեմ երևի թե կախված էր նրա հետ, որ մենք փոքր տարիքում 90-ականներին, չէ, Արամ Ասատրյանի երգներ 90-ականներին մեծացել ենք այդ երգերի տակ, այնպես չի որ ես հայկական էստրադայում սիրել կամ լսել, ուղղակի այդ երգը տպավորվել էր իմ մեջ ու որոշեցինք անել, ստացվեց յուրահատուկ, որովհետև ժամանակ աղջիկները, այդպես քավերներ, որ հատուկ ձեռագրով ներկայացնող չկային։ Արեցինք ու մեկ շաբաթում արդեն 1 միլիոնը ու իդեպ երբ որ ձայնագրվեցին, մի անգամ տղաները շնորհակալություն հիթի համար։ Ծրագիր։ Արդեն գիտեք։ Չգիտեմ ինչի ինձ մոտ դա եկավ։ Շնորհակալ եմ այդ երգին, բայց իրականում չի սպասում, որովհետև չգիտեմ, չի սպասում։ Բայց արդեն տվել էի ծրագիր վերև։ Դա ձեր YouTube-ում ամենամեծ դիտում ունեցող երգն է։ Հա, դրանից հետո ունենք երկու դուետ մի տղայի Մհեր Ասրյանի հետ, մեկը 5 թե 6 միլիոն է, մյուսը 4.3 միլիոն է։ Այսինքն այդ ընթացքում ինչ տալիս էինք, սիրվում դիտվում էր, որտեղ ձեռագիրներ տարբեր ժամանակահատվածում։ Իդեպ cover-ների մեջ ինչն է կարևոր, որովհետև cover-ները այսօր մեր բոլորի իրականության մի կարևոր մասնիկն են եւ այսօր շատ են արվում։ Ձեռագիր Միայն։ Ճաշակ։ Ցանկացած որ այդքան
վատ են վերաբերում ռաբիս երաժշտությանը, կարելի է նույն ռաբիս երաժշտություն ներկայացնել այնպես գեղեցիկ, ոճային, ժամանակակից, հերու, այլ ազգային ելևէջներից, cover տարբերակով, որ բոլոր սերունդները կարողանան ճիշտ ընկալել ու երաժիշտը ինչ է, երաժիշտը թելադրող է, երաժիշտը ճաշակ թելադրող է, արվեստը ինչ է, արվեստը դա ես կարծում եմ գիտություններից ոչ պակաս կարևոր բան է, որովհետև թելադրում ես ճաշակ, թելադրում ես մի խոսքով գիտություններին հավասար գիծ է, որը որ պետք է ճիշտ ներկայացնել։ Եվ որակ բերել։ Եվ որակ բերել։ Եվ հետաքրքիր է նայել եք վիճակագրությունը երգի, շատ լսել են Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի Հանրապետությունում, Միացյալ Նահանգներում։ Բոլոր տեղերում։ Բոլոր տեղերում։ Սոնա, եւ ուզում եմ քեզ նվիրել մի բացիկ, քանի որ դու հենց երգի աշխարհից ես եւ կարծում եմ, որ շատ կարևորում ես այն ամենը, ինչը որ ներկայացում է արվեստի միջոցով, ուզում եմ քեզ նվիրել բացիկ, որը նախատեսված է սիրելի մարդուն նվիրելու համար, ծաղիկների կամ նվերների հետ միասին։ Այստեղ բացիկների յուրահատկությունն անում է, որ ներառված են սիրված երգերից ֆրազներ։ Այս մեկը Նունե Եսայանի երգից էր։ Մենակ էս էր ինձ պակասում, սիրահարվել ու մնալ արթուն։ Սա քեզ, որպեսզի նվիրես քեզ համար շատ կարևոր ու հարազատ մարդու եւ համոզված եմ, որ քո օրն էլ հենց այդ տրամադրության մեջ կլինի։ Շնորհակալ եմ, կարող եմ մի բան ասել։ Իհարկե։ Սուր, ես ձեզ ցանկանում եմ կանաչ եթերներ։ Ես ուզում եմ, որպեսզի ձեր եթերը դուք որպես արտիստ, որպես հաղորդավար լինեք գնահատված։ Ամենակարևորը ու երջանիկ։ Ձեզ մաղթում եմ, որպեսզի ձեր եթերը ունենա շատ բարձր ռեյտինգներ, որովհետև դուք շատ մեծ գործ եք անում։ Շնորհակալ ենք։ Դե մեր բոլոր հայրենակիցներն էլ ողջունում ենք Ռուսաստանում բնակվող, այնտեղ մեզ շատ դիտում են եւ իհարկե շնորհակալ ենք, որ մեզ հետ եք նաեւ այս առավոտները։ Իսկ այս բան մենք ունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Այո։